Մի մարդ կար, ով չէր հավատում Աստծուն և չէր ամաչում բոլորին պատմել կրոնի ու կրոնական տոների նկատմամբ իր ոչ դրական վերաբերմունքի մասին, իսկ նրա կինը հավատում էր Աստծուն և իր երեխաներին մեծացնում էր հավատքով, չնայած ամուսնու կատաղի հարձակումներին։ Մի ձմեռային երեկո կինը երեխաների հետ գնացել էր տեղի գյուղի եկեղեցի Քրիստոսի ծննդյան պատարագին մասնակցելու։ Կինը նաև խնդրել էր ամուսնուն գնալ իրենց հետ, սակայն վերջինս հրաժարվել էր և կռիվ սարքել։ Սուրբ ծննդյան ամբողջ պատմությունը անհեթեթություն է։ Ինչու հանկարծ Աստծուն պետք եղավ, որ նվաստացնի ինքն իրեն և հայտնվի երկրի վրա մարդու կերպարով, դա անհեթեթություն է։ Եվ այսպես կինն ու երեխաները գնացին եկեղեցի, իսկ նա մնաց տանը։ Քիչ անց ուժեղ քամի ու ձնաբուք սկսվեց։ Տղամարդը պատուհանից դուրս նայեց, բայց տեսավ միայն ձնաբուքը, որը ծածկել էր ամեն ինչ։ Նա նստեց բուխարու մոտ գտնվող բազկաթոռի վրա ու մտադրվեց երեկոյան այդպես անցկացնել, ու հանկարծ լսեց ուժեղ մի հարված, ինչ-որ բան հարվածեց պատուհանին։ Նա մոտեցավ պատուհանին, բայց ոչինչ չէր տեսնում։ Երբ ձնաբուքը մի փոքր հանդարտվեց, դուրս եկավ փողոց, տեսնելու թե ինչը կարող է այդպես հարվածել պատուհանին։ Իրենց տան մոտ գտնվող դաշտում նա տեսավ վայրի սագերի։ Ըստ երևույթին նրանք ձմռանը թռչում էին հարավ, բայց ձնաբուքի մեջ ընկնելով չէին կարողացել ավելի հեռու թռչել և մոլորվել ու հայտնվել էին այս մարդու ֆերմայի մոտ։ Նրանք թևերները թափահարելով ձնաբուքից մոլորված ցածր թռչում էին դաշտի վրա, շարունակ նույն տեղում պտտվելով։ Մարդը խղճաց խեղճ սագերին և ցանկացավ օգնել նրանց։ Նա կարծում էր, որ իրենց գոմը ճիշտ տեղն է նրանց համար, այնտեղ տաք էր ու ապահով։ Նա գնաց գոմ, լայն բացեց դռները և սպասեց հուսալով, որ սագերը տեսնելով իրենց ներս կմտնեն։ Բայց սագերը միայն աննպատակ պտտվում էին և կարծես չէին էլ նկատում գոմի դռները կամ էլ չէին հասկանում, թե դա ինչի համար է։ Այս մարդը փորձեց գրավել նրանց ուշադրությունը, բայց դա միայն վախեցրեց սագերին, և նրանք թռան ավելի հեռու։ Հետո այս մարդը մտավ տուն և վերադարձավ մի կտոր հացով։ Նա փշրեց այն, հացի փշրանքներով ճանապարհը ուղղորդելով դեպի գոմ, բայց սագերը դարձյալ չենթարկվեցին։ Մարդը արդեն հուսահատության եզրին էր, գնաց ու ետևներից փորձեց քշել դեպի գոմ, բայց սագերը ավելի վախեցան ու սկսեցին ցրվել տարբեր կողմերով, բայց ոչ դեպի գոմ։ Ոչինչ չէր կարող ստիպել նրանց գնալ դեպի այնտեղ, որտեղ նրանց համար տաք ու ապահով կլիներ։ Ինչու սագերը չէին հետևում ինձ, բացականչեց տղամարդը։ Միթե նրանք չեն տեսնում, որ միայն այստեղ կարող են գոյատևել այսպիսի փոթորկից։ Նա մի փոքր մտածեց և հասկացավ, որ նրանք պարզապես չեն ցանկանում հետևել մարդուն։ Հիմա, եթե ես սագ լինեի, կարող էի փրկել նրանց, մտածեց նա։ Հետո նրա մոտ մի ուրիշ միտք ծագեց և շտապեց իրագործելու այն։ Մտավ գոմ, վերցրեց իր սագերից մեկը և տարավ դաշտ վայրի սագերի մոտ ու բաց թողեց։ Իր սագը թռավ երամի միջով և ուղիղ գոմ վերադարձավ, իսկ մյուս բոլոր սագերը հերթով հետևեցին նրան դեպի ապահով ապաստարան։ Տղամարդը մի րոպե լուռ կանգնեց և հանկարծ նրա գլխում կրկին հնչեցին նույն խոսքերը, որոնք նա ասաց մի քանի րոպե առաջ. «Հիմա եթե ես սագ լինեի, կարող էի փրկել նրանց»։ Եվ հետո հիշեց, թե քիչ առաջ ինչ էր ասել իր կնոջը։ Ինչու Աստված հանկարծ ցանկացավ մեզ նմանվել։ Հրաշալի է, բացականչեց նա, ու հանկարծ ամեն ինչ պարզ դարձավ։ Սա հենց այն էր, ինչ Աստված արեց։ Մենք նման ենք այս սագերին՝ կույր, կորած ու մոլորված, կործանվող։ Իսկ Աստված ուղարկեց իր Որդուն մեզ նման լինելու, որպեսզի մեզ ճանապարհ ցույց տա և փրկի մեզ։ Ու հանկարծ միևնույն պահին քամին ու մշուշոտ ձնաբուքը սկսեցին նահանջել, ինչպես իր հոգում անհավատարմության ու աստվածամերժության մտքերը, ու ամեն ինչ հանդարտվեց ու խաղաղվեց այս գեղեցիկ մտքերով։ Ու վերջապես նա հասկացավ, թե ինչու Քրիստոսը ծնվեց։ Նա անմիջապես ծնկի եկավ ձյան մեջ ու ասաց իր կյանքի առաջին աղոթքը. «Շնորհակալ եմ, Տեր, որ դու մարդու կերպարանքով եկար մեզ այս կյանքի կործանարար փոթորիկներից փրկելու։ Ներիր մեզ քեզ մերժելու համար»։